որոշում, որտեղ կառավարությունից որոշեցին ժամը 5-ին մինչև ազատագրել։ Կարա դուս արի։ Կարա դուս արի։ Հա, իսկան մեջ, բայց ինձ եք Չէ, մենակ քեզ չեմ ասում, ասեմ ժողովուրդ ջան։ Վայենիկ մեկ եկել աչամփա։ Պետական տարբեր պաշտոնատար անձանց մասով ուղեկցման գործառույթի իրականացումը, քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության աջակցման ֆունկցիան, ինչպես նաև պետական կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունն է, սրանք է հիմնական ֆունկցիոնալը, բնականաբար սա ամփոփվում է նաև արտակարգ եւ ռազմական դրության շրջանակներում գվարդիայի կոնկրետ ֆունկցիոնալի իրականացմամբ նոյեմբերի 1-ից գործարկվել է եւ մենք հետեւողականորեն կատարելագործելու ենք ծառայողների հմտությունները, որ այս գործառույթները պատշաճ կերպով իրականացվեն։ Տիկին Սարգսյան, ձեր թույլտվությամբ 3 տարեկան երեխայի հետ կապված որոշակի տվյալներ կան, ընդհուպ վարկած, որ երեխային սպանել են, խնդրում եմ դուք ձեր գնահատականը, ինչ տվյալներ դուք ունեք այս պահին։ Ես ասեմ, որ երբ որ ահազանգը ստացել ենք երեխայի կորելու մասով անմիջապես ձեռնարկել ենք որոնողափրկարարական աշխատանքներ, բայց բնականաբար նաև ոստիկանությանն է տրվել համապատասխան հանձնարարական, որ դիտարկվի նաև հանցավորության կտրվածքով ցանկացած վարկած, բոլոր վարկածները վստահեցում եմ, որ քննարկվել են, ցավոք սրտի պիտի փաստեմ, որ 3 երեխայի մարմինն է հայտնաբերվել դաշտամիջյան հատվածում եւ այս պայդրությամբ պիտի նշեմ, որ ունենք նախնական տվյալներով սպանություն, երեխայի հայրը խեղտամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին, այս պայդրությամբ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ նաև շեշտել, որ այս վարկածը ի թիվս այլնի առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում, ընդ որում ես նաև նշեմ, որ մենք Այո, կհիշեք, որ եղբայրը, որ նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է, եւ այս պայդրությամբ շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Նշեմ, որ երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը, այս պայդրությամբ ես այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող։ Ես ասեմ, որ երբ որ դեպքը տեղի է ունեցել եւ մենք սկսել ենք որոնողափրկարարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով, իրականացվել է տարածքի ճակերտավոր ասած սանրում եւ յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում ըստ նախնական ցուցմունքի երեխայի հոր նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել տարածքների, բայց խնդրում եմ հարգելի գործընկերներ հաշվի Եվս 4 երեխա ունի եւ այդ ընտանիքում ապրում էին հորաքրոջ եւս 4 երեխաներ, այսինքն 4 երեխա շարունակում ապրում։ Հաշվի առնելով հիմա ընդհանուր մի արձագանքով անդրադառնամ, հաշվի առնելով հարցի զգայունությունը այլ տվյալներ հաղորդել չեմ կարող, բայց վստահաբար կնշանակվեն եւ արդեն իսկ նշանակվել են որոշ փորձաքննություններ, այդ թվում նաեւ առողջական վիճակի մասով մնացյալ հարցադրումները բարձելու տեսանկյունից եւ վստահ թեման կոմունիկացվել է նաեւ տարածքային միասնական սոցիալական ծառայության գործընկերների հետ, որպեսզի նաեւ ընտանիքում բնակվող
մնացյալ երեխաների մասով կոնկրետ որոշումներ կայացվեն եւ ընթացք տրվի։ Այս թեմայով հարգելի գործընկերներ, խնդրում եմ հասկանալ, այլ տվյալ հաղորդել չեմ կարող։ Սարգսյան, դուք Գյումրու դեպքերից տեսանյութեր եք ուզում, որպեսզի հասկանաք բռնությունը, թե ոստիկանություն օրենքով սահմանված ուժ է գործադրում, խնդրեմ ես տեսանյութն, այլ սա բռնություն է։ Ես կարիք չունեմ հիմա տեսանյութ դիտարկելու, տեսանյութը կարող եք ուղարկել Ներքին գործերի նախարարություն, ես բացատրեցի ֆիզիկական ուժի գործադրման եւ ծեծի կամ մնացյալ դրվագների տարբերությունը ուղարկեք Ներքին գործերի նախարարության անվտանգության վարչություն, կդիտարկենք, եթե հիմքեր լինեն անպայմանորեն վրա կհասնի քննություն։ Կարմիր բերետավոր 18 տարեկան տղային գցում են ասֆալտին, դա համաչափ ուժ կարող է ուժի կիրառում կարող է համարվել թե ոչ։ Ես հիմա չեմ եկել այստեղ, որ դետալային մեթոդաբանական process-ներ ներկայացնեմ ուժային միջոցների գործադրման մասով, կա դիմադրություն ցուցաբերող քաղաքացի, կա դիմադրություն չցուցաբերող քաղաքացի, դրանց մեթոդաբանական հնարքները տարբեր են, վերման ենթարկելու եւ մնացյալի, եթե հետաքրքիր է, կարող եք հարցադրումներ ուղարկել, գրավոր կպատասխանեմ։ Սարգսյան, վերջին շրջանում հրապարակումները ձեր հնարավոր պաշտոնակության եւ հավանական տեխնացուների մասով ընդհանուր մամուլը անուններ է շրջանառում։ Նիկոլ Փաշինյանը անձամբ ձեր աշխատանքից գոհ է եւ դուք ձեր աշխատանքից ինքներդ գոհ եք։ Ես կարծում եմ, որ վարչապետի անունից ես չէ, որ պետք է գնահատականներ տամ։ Ես կարծում եմ, որ 2025 թվականի առաջին 9 ամիսների կտրվածքով նախարարությունը ունի բավական մեծ ձեռքբերումներ, դրա կողքին ունի նաև արձանագրած ախտորոշած խնդիրներ, որոնք հետևողականորեն լուծման կարիք ունեն, իսկ մնացյալ թեմաներով ես մեկնաբանություններ տալ պարզապես չեմ ուզում, որովհետև մշտապես ստահոդ տեղեկատվություններ են տարածվում նախարարության մասով։ Նախկին քննչական կոմիտեի նախագահի անունը նշվում Արգիշտի Քարամյանը, որ հնարավոր է իրեն նշանակեն, ասում են հիմնականում պայմանավորված այն հանգամանքով, որ փառաքարում դեպքերը պետք է կանխվեր, չի կանխվել եւ դժգոհությունը հիմնականում ձեր մասով դա է հանդիսանում։ Նման բան չկա եւ ես անհեթեթ լուրերը չեմ մեկնաբանում։ Վարչապետի կողմից կա դժգոհություն քննարկում եղել է ձեր աշխատանքի արդյունավետության հետ կապված թե ոչ։ Ոչ, չի եղել նման քննարկում։ Տիկին Սարգսյան, ինձ հետաքրքիր է, էլի դուք Նիկոլ Փաշինյանից հրահանգը SMS-ով եք ստանում, մեյլով, թե հենց ուղիղ զանգ եք ստանում։ Շատ հետաքրքիր է։ Նախարարը որպես կառավարության անդամ տարբեր գործիքներով եւ միջոցներով կարող է հաղորդակցվել վարչապետի հետ եւ ես չեմ տեսնում որևէ խնդիր, որ կարող է հաղորդագրություն լինել կամ որևէ այլ գործիք կիրառվել։ Դիք ինչ եմ հարցը ուղղում, ուղղակի որ Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարում է։ Այդպես էլ բյուջեն ՆԳՆ-ի կրճատվում է թե ոչ։ Մի հատ հստակեցում ասեք ու խնդրում եմ պարզ հստակեցում լինի, որովհետեւ մի մասում է կրճատվում է կառուցվածքային փոփոխություն, հետո ասում եք ընդհանուր առմամբ չի կրճատվում։ Հիմա կրճատվում է թե չի։ Չէ, եթե ուշադիր հետևեիք խոսքից, ես նշեցի, որ ընթացիկ ծախսերի գծով ավելացում կա, կապիտալ ծախսերի գծով է նվազումը, բայց հանրագումարում, այո, ներքին գործերի նախարարությանը հատկացվող բյուջեն ի համեմատություն 2025 թվականի շուրջ 2.4 միլիարդ դրամով պակաս է նախատեսված։ Կրճատվել է, ինչ է կրճատվել։ Այո, կապիտալ ծախսերի նվազեցում ենք ունեցել, դրա հաշվարկով 2.4 միլիարդ դրամ արդեն ավելի պակաս է։ Ձեր խոսքում նշեցիք, որ 12000-ից ավելի Հայաստանի քաղաքացիներ են գրանցվել նոր, դրան ինչ վիճակագրություն ունեք, դրանցից որ մասն է, որ օտարերկրացի են եւ որ երկրներից են հատկապես Արցախն է հասկանալի է։ Հիմնական տարբեր երկրներից ունենք պատկեր, ընդ որում թե ամերիկյան մայրցամաքից, այսպես ասեմ, թե եվրոպական հատվածից եւ որպես կանոն բնականաբար նույն ստուգման մեխանիզմն են անցնում բոլորը, այսինքն անկախ դրանից թե որ երկրի ներկայացուցիչ հետ գործ ունենք, հատկապես ծագումով հայերի դեպքում խորքային ուսումնասիրություններ ենք իրականացնում, մնացյալ դիմումատուների դեպքում եւս եւ ինչպես նշեցի, ունենք դիմելության աճ եւ նաեւ քաղաքացիության շնորհման աճ։ Հայերի մասին եմ հարցնում։ Այո, հիմնականում օրինակ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ ունենք, Ուկրաինայից ունենք, եթե տոկոսային կտորը հետաքրքիր է, կարող եք գրավոր դիմել, անպայմանորեն կփոխանցենք։ Տիկին Սարգսյան 3 ոստիկանության գվարդիան ծառայություններ առաջ իրականացնում Հովանավանքում եւ մենք տեսանք, որ լրագրողներին խոչընդոտում են գործունեությունը, հայհոյանքներ հնչեցնում Հովանավանքում եւ ոստիկանությունը որևէ գործողություններ տվյալ անձանց վերաբերյալ չէր իրականացնում։ Սա ինչ բացատրություն ունի։ Հարգելի լրագրողներ, ես
Պիտի փաստեն, որ ոստիկանությունը տեղում հասարակական կարգ ու անվտանգություն է ապահովում եւ նմանատիպ թվակազմով ոստիկանական ուժերի ներկայացվածությունը միտված է նրան, որ հենց այդպիսի իրավիճակները կառավարելիության դաշտում լինել եւ միջանձնային շփումներում միմյանց նկատմամբ որևէ խոսակցությունը բնականաբար բացառվել չի կարող եւ եթե որևէ մեկը գտնում է, որ կա վիրավորանք, կա զրպարտություն, չգիտեմ, արժանապատվությունը նվաստացնող որևէ ռեակցիա, դրա համար գոյություն ունի քաղաքացիական դատավարության կարգով վնասի հատուցման ինստիտուտ եւ անդին կարող են դիմել դրա համար։ Որպեսզի նկարահանում իրականացնեն լրագրողները, օպերատորի գործն էին խոչընդոտում։ Այս դեպքերում չպետք է ոստիկանությունը։ Ես նկատի ունեք ոստիկանները, թե քաղաքացիները եւ ոստիկանները հետևում էին այս ամենին։ Դե այս պայդրությամբ նախ ես պիտի փաստեմ, որ ինչքան որ ուսումնասիրել ենք իրավիճակները, որպես կանոն ոստիկանությունը պատշաճ կերպով իրականացրել իր արժեվ դրված խնդիրները, հիմնականում ոստիկանության գնահատման որոշ իրավիճակներ եղել են միջանձնային հարաբերությունների տրամաբանության մեջ, որոնք որ վարույթի, այսպես ասեմ, առերևույթ փաստական հիմքեր չեն առաջացրել, եթե գտնում եք, որ որևէ մեկի նկատմամբ կա առերևույթ հանցանքի տարեր, դուք ազատ եք ներկայացնելու հաղորդում։ Տիկին Սարգսյան, եկեղեցում դուք ձեր խոսքում նշեցիք, որ ոստիկանները բոլոր տեղեր լինում են եւ կարգն է պահպանում։ Բայց այն չափի ոստիկանական ուժեր, որ կար Հովանավանքում, այսինքն դա ենթադրում է, որ ինչ որ սպառնալիք կա, ինչ որ վտանգ կա Հովանավանքում, այո, այդքան ինչ վտանգ կար։ Երբ որ նաեւ իշխանության ներկայացուցիչներն էին այնտեղ, այդքան ոստիկանի ներկայությունը ինչով է դուք պատճառաբանում։ Ես բնականաբար կարծում եմ, որ դուք չեք հավակնում իմանալու օպերատիվ տնտեսությունը ոստիկանության։ Ըստ իրավիճակի ոստիկանությունը գնահատում է առկա իրավիճակը, ընդ որում անձանց թվակազմից կախված է նաև որոշարկվում, թե որքան ոստիկանական ուժեր են անհրաժեշտ տեղում, որպեսզի կարողանա իրավիճակը լինել ոստիկանության տեսադաշտում եւ կառավարելիության շրջանակներում։ Մենք ունեցել ենք ընդհուպ մարզական միջոցառումներ, սպորտային միջոցառումներ, վերջերս տարբեր հարգելի գործընկեր։ Օրինակ Մայրաթոռում 3 եռակի կամ քառակի ավելի շատ մարդիկ կային եւ այնտեղ ոստիկաններ գրեթե չկային։ 8-9 Պատկերացրեք, որ ես հարցի էությունը հասկացա եւ 8-9 հոգի չեն եղել Մայրաթոռի տարածքում ծառայություն իրականացնող։ Ես նկատի ունեմ, որ միջոցառումից կախված քանակական տվյալներ, օպերատիվ տվյալներ ոստիկանությունը որոշարկում է, թե որքան անձնակազմ է անհրաժեշտ, որ իրավիճակը լինի կառավարելիության դաշտում, ըստ այդմ թվակազմը որոշարկում։ Տիկին նախարար եւ տեսանք, որ օրինակ արտադրության համարը մասնակցում էր պատերազմի դուք նկատություններ, հաջորդ շաբաթ հանդիպում են արդեն։ Ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ պատարակների ցավոք սրտի շատ հաճախակի չեմ մասնակցում հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ հաջորդ շաբաթ եթե ծանրաբեռնվածությունս թույլ տա միգուցե մասնակցեմ։ Տիկին նախարար Տեր Արամը Մայրաթոռի կողմից կարգալույց հրճակված այդ քանային անվտանգություն է տրամադրվել, դուք կարող եք ասել ինչ հիմքով է տրվել, որովհետեւ եւ նրան ուղեկցում են եւ նրա տան մոտ հսկողություն են անում, եթե իհարկե դա ոստիկանության բանում է ստորաբաժանումներն են։ Ասեմ, որ ընթացքում մենք ունեցել ենք քննչական մարմնի կողմից պաշտպանական որոշում կիրառելու մասին որոշում, ըստ այդմ ոստիկանությունը իրականացնում է պաշտպանական որոշումը։ Տիկին Սարգսյան, ես ձեր թույլտվությամբ երկու հարց կուղեմ, մասնավորապես մեկը մոտավորապես 2 ամիս առաջ Գեղարքունիքի մարզպետը, որի հետ է եղել նաև ըստ տեղեկությունների Տավուշի մարզպետը եւ Կոտայքի մարզպետը, միասին գնացել են Սևանի ափին, խնջույքի են մասնակցել եւ այդ խնջույքից հետո հնչել են կրակոցներ։ Ասում են իրավապահ մարմիններին այդ միջադեպի մասին զեկուցել են։ Ինչ հետաքրքիր է, ձեզ անձամբ զեկուցել են։ Ինձ նման բան չի զեկուցվել եւ նմանատիպ տեղեկատվություն այս պայդրության ոստիկանությունում եւս չկա։ Եթե այլ տվյալներ ունեք, խնդրում եմ անպայմանորեն փոխանցեք, որովհետեւ տարբերություն չկա։ Ում մասին է խոսքը, ամեն դեպքում ձեր նկարագրած իրավիճակի մասով որևէ տվյալ ոստիկանությունը չի ստացել։ Կաթողիկոսի ձերբակալելուց հետո տեղեկություններ են շրջանառվում, կաթողիկոսին ձերբակալելուց հետո տեղեկություններ են շրջանառվում, որ հաջորդը լինելու են լրագրողները Նիկոլ Փաշինյան ուժային կառույցներին, արդեն լրագրողների խմբագիրների անուն է տվել, ինձ հետաքրքիր է ձեզ ցանկ տվել են, ովքեր են լինելու։ Եթե քնարը մեջն է։ Նորին է գուցե մեջը։ Հարգելի լրագրողներ, Հայաստանի Հանրապետությունում ցուցակներով աշխատանք չկա։ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է եւ վարույթները նախաձեռնվում են ըստ փաստերի։ Լինի դա նախարար,
լինի դա իշխանական թևի ներկայացուցիչ, լինի դա անդիվանդիր թևի ներկայացուցիչ, լինի լրագրող, հասարակ այլ մահկանացու, եթե հանցանքի այլ տար կա, բնականաբար վարույթ կնախաձեռնվի։ Ձեր մատնանշած որևէ տեղեկատվություն իրականությանը չի համապատասխանում։ Ոստիկանության գվարդիայում ոստիկանության զորքերից քանիսն են ընդգրկվել եւ քանիսն են դրսից եւ տարբեր խորհրդանիշներ։ Ընդհանուր թվակազմը բնականաբար գաղտնի տեղեկատվություն է, դա հաղորդել չեմ կարող, բայց կարող եմ նշել, որ հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման ստորաբաժանում ներգրավող պոտենցիալ անձանցից 100-ից ավելի անձինք չեն հանձնել վերապատրաստումը եւ ըստ այդմ նախկինում զորքերում ծառայող այդ անձինք ուղղակի տվյալ ստորաբաժանում չեն նշանակվել։ Նախարար վարորդների կողմից վերջին վարորդների կողմից դժգոհություններ կան, ասում են մեքենաների շատերը գործարանային այդ ֆարասվածը հանում են եւ դնում են ինչ-որ լեդեր, որոնք գիշերային երթևեկության ժամերին վթարային իրավիճակներ են ստեղծում։ Հնարավոր է ներքին գործերի նախարարությունը սրա հետ կապված ինչ-որ լուծումներ ունենա։ Իրականում մեքենաների վերասարքավորման մասով խնդիր ունենք, այդ թվում ձայնային եւ նաեւ ձեր նշած կոմպոնենտի մասով արդեն իսկ հանձնարարված է բարեկային ծառայությանը, որ նմանատիպ մեքենաների մասով նախ փորձաքննություն նշանակվի եւ երկրորդ ըստ փորձաքննության, եթե անձը վերասարքավորման տվյալ բաղադրիչը չվերացրեց, մեքենան դուրս է գալիս շրջանառությունից։ Նշեմ, որ ձայնային ազդանշանների մասով բավական հաջող այս պրակտիկան տարբեր դեպքերի մասով կիրառել ենք, արել ենք փորձաքննություն, փորձագետը տվել է եզրակացություն, որ կա այո ստանդարտին չհամապատասխանող սարքի, այսպես ասեմ, ներմուծում ընդհանուր բաղադրիչների մեջ, անձինք սահմանված ժամանակահատվածում վերացրել են խախտումը եւ մեքենան մտել է ընդհանուր շրջանառության մեջ։ Այո, նաեւ լույսերին կվերաբերի։ Շնորհակալություն բոլորին։